Հունվարի 16-ին Երևանի Նաիրի Զարդյան 17 կոտորակ ահասցեում գտնվող Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում տեղի է ունեցել Արցախի պետնախարար Նժդե Իսկանդարյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը։ 2025 թվականն ամփոփելով Իսկանդարյանը հայտնեց, որ Արցախն իմ սրտում իր կողմից հիմնադրած բարեգործական հիմնադրամը բավարար չէ բռնի տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու համար։ Ասուլիսին նա նաև թվեց այն անձանց անունները, որոնց դիմել է աջակցություն ստանալու ակնկալիքով։ Իրականում խնդիրն այն է, որ իրենք չեն համագործակցում Արցախի կառավարության հետ եւ տարբեր ծրագրեր կարելի ասել վաստակված վիճակում են հայտնվել։ Ընդ որում կարևոր եմ համարում, որ եւ վստահ եմ, տեսնելով սոցիալական կայքերում ինչպեսի մեկնաբանություններ են լինում, մեր հայրենակիցները պետք է հասկանան եւ վստահ եմ հասկանում են, որ այսպիսի ծրագրով հնարավոր չէ ամբողջ արցախցիների սոցիալական խնդիրները լուծել։ Ինքս գիտակցել եմ, որ քննադատության արժանանալու եմ եւ պատրաստ եմ առողջ քննադատության, պատրաստ եմ ցանկացած ձևաչափով հանդիպել, քննարկել։ Կատարել ենք նման աշխատանք, հետագայում եւս այլ ծրագրեր ենք փորձելու կյանքի կոչենք։ Կարող եմ միայն շեշտել, որ ժամանակին արցախցիները դիմում էին ինձ, որ պետք է դիմել արցախցի գործարարներին, սա դարձել էր հանրային պահանջ, կարող եմ ասել, տասնյակ հանդիպումների ժամանակ արցախցիներ ինձ կոչ էին անում դիմել անձանց, ովքեր Արցախում առավել քան հայտնի էին։ Դիմել եմ Վիտալի Բաղասանյանին, Արման Հակոբյանյանին, Բեկլարյան Բարսեղին, Հակոբ Հակոբյանին, Կամո Աղաջանյանի հետ չեմ կարողացել կապ հաստատել, կարծում եմ հետագայում այդ առիթ կունենամ։ Հանդիպել եմ Արտուր Աղաբեկյանի հետ, Կոմիտաս Կարապետյանի եւ շարունակելու ենք այս ցանկը, երկար կարելի է թվարկել, ամեն դեպքում եւս նշեմ անուններ, որ տասնյակ հանդիպումների ժամանակ լսել եմ արցախցիներից, խոսքը Արտուր Պետրոսյանի մասին է, Վարդան Բալայանի, Անդրանիկ Խաչատրյանի, Միքայել Աթայանի, Վազգեն Միքայելյանի, Արշավիր Ղարամանյանի, Մովսես Հակոբյանի, Իվան Ավանեսյանի եւ այս ցանկը կարելի է երկար թվարկել։ Արցախցիները դիմում են մեզ այն ակնկալիքով, որ այս մարդիկ կարող են իրենց օգնել եւ իմ խնդրանքս է որպես Արցախի պետական նախարար խնդրանքով կոչով դիմում եմ աջակցեն, պարտադիր չէ իհարկե բարեգործական հիմնադրամին նվիրատվություն կատարվի, կարող են նաև իրենք իրենց ձեռքով մեր հայրենակիցներին։ Արցախի պետնախարարը զարմացած է, ինչպես է ստացվում, որ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները պատրաստ են ընդունելու հասարակական գործիչներին, բայց իր պետնախարար նշանակվելուն պես փակվեցին իր առջև կառավարության բոլոր դռները։ Պարոն Իսկանդարյան, նաև այս օրերին արցախցիները չգիտեն իրենց սոցիալական խնդիրներով պայմանավորված հիմնականում ում դիմեն։ Մեզ նաև տեղեկացնում են, որ հաճախ են այցելում Արցախի ներկայացուցչության շենք, հանդիպում այստեղ գործող պաշտոնյաների հետ եւ նաև շատ հաճախ հենարան են տեսնում հասարակական գործիչ Լիանա Պետրոսյանին եւ մի մասն էլ նրան շատ խորը քննադատում է։ Կխնդրեմ այս հարցին էլ անդրադառնաք, պետք է ում դիմեն արցախցիները։ Նախ ինչպես ես նախորդ մամուլի ասուլիսի ժամանակ խոստացել էի, որ Տիկին Պետրոսյանին հրավիրելու եմ, զանգահարել եմ Լիանա Պետրոսյանին, հրավիրել եմ, մերժում եմ ստացել եւ իր կողմից առաջարկ հանդիպել իր գրասենյակում, ընդունել են բնականաբար, բայց հարցնելով ինչն է խնդիրը, որ Արցախի ներկայացուցչության շենքում հանդիպենք, քննարկենք ձեր աշխատանքների մասով, բոլոր ծառացած խնդիրների մասով, ընդ որում մերժում եմ ստացել, եթե ավելի հակիրճ ասեմ, իմ այն հարցադրման ինչպես է ստացվում, որ դուք կարողանում եք Հայաստանի կառավարության նախարարների հետ եւ 2 տարվա ընթացքում, եթե չեմ սխալվում, 4 եվրոպական դեսպանների հետ է հանդիպել, սա տրամաբանական հարց է, պատասխանը եղել այն, որ դիմում եմ եւ մերժում չեմ ստացել,
դատողությունները թողնում եմ մեր հայրենակիցներին, ինձ համար միայն ես չէի ցանկանա անդրադառնալ հատկապես տիկնոջ, բայց անընդունելի է, երբ որ տեսնում ենք արցախցիների, ովքեր մեր մասած կամ շակերտների մասած սատարում են ՔՊ-ին եւ վերջին օրերին 2-3 ամիս առաջ եթե չեմ սխալվում, Աղաշապատի ընտրությունների ժամանակ հանդիպեց Արգիշտի պաշտոնակատար, եթե չեմ սխալվում, ազգանուն Մեխակյանի նկատի ունեք։ Սուր քննադատության արժանացավ, որից հետո հրապարակում տեսանք 2 օր հետո, որ հանդիպել է Մասիսի քաղաքապետի հետ։ Ես ուզում եմ, որ արցախցիները հստակ հասկանան, որ ում են սատարում, ինչ ուղղությամբ են շարժվում, յուրաքանչյուր արցախցի պետք է հասկանա, սատարելով ՔՊ-ին փակում է Արցախի իրավունքի, արցախցիների իրավունքի հարցը։ Սա մեկընդմիշտ պետք է բոլորիս մոտ հստակ լինի։ Նժդե Իսկանդարյանը շտապ է տեղեկացնել, որ մարտ ամսվա վերջին ծրագրում է փողոցային շարժումը սկսել, քանի որ համոզված է, այս իշխանությունների հետ հանրային ճնշում գործադրելով է միայն հնարավոր խոսել։ Եթե այս պայքարին արցախցիները չմիանան, չողջունեն իր այս քայլը, ապա նա պատրաստ է իր տեղը ուրիշին զիջելու։